Հանրապետության ամենագեղեցիկ ու ինքնատիպ քաղաքներից մեկին, ողջույն Քարեղեն սիմֆոնիայի մեջ ապրող ուժեղ ու իմաստուն գորիսեցիներին։ Դուք այն մարդիկ եք, ովքեր գիտեն և աշխատանքի, և պատվի, և հողի արժեքը։ Ձեր հյուրընկալությունը լեգենդար է, իսկ ձեր կամքը նույնքան կարծր, որքան ձեր շրջապատող այս հզոր ժայռերը։ Դուք պահպանել եք մեր տեսակի ամենաազնիվ գծերը, համեստությունը, ստեղծարարությունը և ամենացորդ սերը հայրենիքի հանդեպ։ Գորիսը պարզապես քաղաք չէ մեր քարտեզի վրա։ Այն մեր մշակութային և ռազմավարական միջնաբերդն է։ Աքսել Բակունցի շնչով ողողված այս քաղաքը միշտ եղել է Սյունյաց աշխարհի լուսավորության ու մտքի կենտրոնը։ Դարեր շարունակ Գորիսը եղել է այն դարպասը, որով անցել է մեր պատմության հաղթական ընթացքը։ Եվ այսօր էլ այն մնում է պետականության անսասան հենասյունը։ Մենք այստեղ ենք հարգանքի տուրք մատուցելու ձեր տոկունությանը և միասին նայելու դեպի մեր վաղվա օրվան։ Կլսենք Վերդաշինքի անդամներին, եկեք միավորվենք Սոֆի Մխեյանի երգերի ներքո։ Բարի երեկո։ Չէ, բարի օր։ Հրաշալի է։ Տրամադրությունը ինչպես է։ Այնքան սիրուն արևալ, ճիշտ ասած, այնտեղ համակարգիչը ինչ-որ խնդիր տվեց, դրա համար մի քիչ ուշացա, բայց մի հատ էլ ողջունեք։ Մեզ բոլորիս։ Ահա։ Տրամադրությունը ուժեղ է, չէ։ Ընտիր։ Ինչ պիտի անեմ, պիտի երգեմ ձեզ համար։ Ուժեղ Հայաստանի հայ սիրտը, հավաքվի ամբողջ աշխարհում, չէ։ Դե գնացի։ Տեսը բոլորի երգում։ Ուժեղ Հայաստան, երմատ հայցարը կամուց շի օրևի, որ հավատ հայդարը համե արևի, դարդար ես դարը հայինչի խնայեց, ամրացած ես քարը ժամեք հայքայել ես, իմ Հայաստան, հայ սիրտերը մերում, վերը ելերում, ինչվան հոստան մեզ վետանի, հայ սիրտերը մերում, նոր է ելերում, սերտա, թեքտա, Հայաստանի։
Ամենի։ Ուժերները ուժեր են ծափահարում, ուժեր են ողջունում իրան։ Տրամադրություն լավ է։ Իսկ մենք քաչ տողմի զավակներն ենք։ Ամեն ինչ կարգին է։ Արևից համակարգիչն էլ է, հա, ամեն ինչ կարգին է, կարող ենք, դե գնացինք։ Տեսնեմ, բոլորից հրաշալի։ Ամեն բանը կարող է պատահել, բա որ ասում եմ։ Տրամադրություն է։ Ուրեմն առաջ զարկեք թմբուկ հաղթակակ, տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական, ցողի մնանք, ինչ պիտի անենք, այնպես պիտի ծեծեք, Իհատե, այնպես պիտի ծեծեք։ Շատ լավ։ Եթե այսպիսին է տրամադրությունը, դեմ չեք լինի, չէ՞ որ ձեզ համար մի հատ ակապելա հորովեր երկենք։ Մի քիչ խնդրում եմ ռևեր, ոչ մի բան պետք չի։ Հոլարա եսո ժան ախպեր ջան հո Հոլարա եսո ժան ախպեր դե սիրուն դե ծաղիկ դե
Ես գիտեմ, որ մենք ուժեղ ենք, որ մենք օրեր անց պիտի իսկապես լինենք ուժեղ Հայաստանում։ Ես հավատում եմ։ Շնորհակալ եմ շատ։ Եթե կա հնարավորություն, ես պատրաստ եմ։ Հրավիրեմ վեմ։ Ծափահարությունները, ես եմ շնորհակալ։ Ամեն բան պատահում է, ամեն բան լինում է։ Պետք է լինել ուժեղ ու գնալ առաջ։ Շնորհակալ եմ շատ։ Առանց ժամանակ կորցնելու եկեք սկսենք մեր հանդիպումը։ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները եկել են ձեզ հետ կիսելու իրենց տեսլականն ու ծրագրերը։ Ելույթի համար խոսքը տրվում է Ուժեղ Հայաստան դաշինքի այն անդամի, ում համար ազգային արժեքների պահպանումը գործունեության առանցքն է, Արթուր Միքայելյան։ Սիրելի գործընկերներ, Թասիբավ Սյունիքի զավակներ, այսօր մենք մի քաղաքում ենք, որ դարերով եղել է Սյունիքի ողնաշարը, հետևաբար նաև Հայաստանի ողնաշարը։ Քաղաք, որտեղ մարդիկ միշտ ապրել են աշխատելով, պայքարելով ու երբեք գլուխ չխոնարհելով։ Գորիսը Հայաստանի սովորական քաղաքներից չի։ Գորիսը բնավորություն է իր կոլորիտով։ Գորիսը արժանապատվություն է։ Բայց եկեք ազնիվ լինենք։ Այսօր մարդիկ ստեղ հոգնել են անորոշությունից։ Հոգնել են ամեն օր լսել վտանգների մասին։ Հոգնել են ամեն օր ապրել մի իրականության մեջ, որտեղ մարդը մտածում է հեռանալու քաղաքից աշխատանք փնտրելու կամ անվտանգությունից ելնելու համար։ Ու սրա պատճառները մենք շատ լավ գիտենք։ Սա տարիներով թույլ կառավարման արդյունքն է։ Երբ պետությունը թույլ է առաջին հարվածը, առաջինը դա զգում են մեր սահմանամերձ մարզերում, քաղաքներում։ Երբ տնտեսությունը թույլ է առաջինը դատարկվում են մարզերը, իսկ երբ իշխանությունը կորցնում է ժողովրդի վստահությունը, ինչպես այսօր, թուլանում է ամբողջ պետությունը։ Բայց մենք այստեղ ենք ձեզ ասելու, որ Սյունիքը երբեք չի ծնկելու։ Հայաստանը նորից դառնալու է ուժեղ։ Հայի պատիվն ու արժանապատվությունը հունիսի 7-ից հետո վերականգնվելու է։ Ժողովուրդ ջան, ու հենց այդ ամենի համար է, որ այսօրվա գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վախենում է Սամվել Կարապետյանից։ Նա վախենում է Սամվել Կարապետյանից մի պարզ բանի համար, որ նա ունի կապեր, որ նա ունի հնարավորություններ։ Նա վախենում է մի մարդուց, ով կարող է բերել ներդրումներ Հայաստան, ով կարող է ստեղծել իրական աշխատատեղեր։ Վախենում է մի մարդուց, ով իր կյանքում ստեղծել է 100 հազարավոր ընտանիքների բարեկեցություն, ապահովելով նրանց աշխատանքով։ Դրա համար էլ այսօր մենք տեսնում ենք այն ճնշումները, այն ստերը, այն հետապնդումները, որ իշխանությունները դրան վերջ չեն տալիս, բայց այդ վերջի ժամանակն էլ է մոտ, էլի
հունիսի 7-ից հետո ժողովուրդը ասելու է իր ձայնը։ Սիրելի գորիսեցիներ, ուժեղ Հայաստանը Գորիս է եկել հստակ ծրագրերով։ Մենք զարգացնելու ենք տուրիզմը, որովհետև Գորիսը իր չքնաղ հիասքանչ բնությամբ պետք է զարգանա։ Սամվել Կարապետյանը խոստացել է Հայաստանի Հանրապետությունում 5 տարվա ընթացքում տուրիզմի ոլորտում ներդնել աննախադեպ ուշադրություն $1 միլիարդ։ Ու այդ ամեն ինչից անմասն չի մնալու Գորիսը, որտև կրկնեմ, Գորիսը իր կոլորիտով, իր քրծերով, իր ժայռերով այլ տեղ ունի Հայաստանի Հանրապետությունում։ Մենք նաև Հայաստան ենք բերելու մեծ ներդրումներ։ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվելու են հարավից մինչև հյուսիս 300,000 նոր աշխատատեղեր, որ էլ աշխատանքի մասին մտածող հայ չլինի։ Մենք կանխելու ենք Հեյդարի որդու ասած 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստանի Հանրապետություն, որովհետև դա ուղիղ վնաս է մեր ազգային անվտանգությանը, դա մեր պետականության կործանման սկիզբը կլինի։ Վերջապես բերելու ենք երաշխավորված խաղաղություն, երաշխավորված խաղաղություն ոչ թե վկայի ներկայությամբ ստորագրված ինչ-որ հաստատուղթ։ Գորիսը չպետք է ապրի միայն գոյատևելու համար։ Գորիսը պետք է դառնա ուժեղ քաղաք։ Գորիսեցին պետք է հարստանա ու լավ ապրի։ Բայց այստեղ ամենակարևոր հարցերից մեկը նաև անվտանգությունն է։ Եվ ես ուզում եմ հստակ նշել, խաղաղությունը չի պահպանվում միայն հայտարարություններով ու կեղծ ու անիմաստ սրտիկներով։ Խաղաղությունը պահվում է ուժով։ Խաղաղությունը պահվում է ուժեղ տնտեսությամբ, ուժեղ բանակով եւ ուժեղ դիվանագիտությամբ։ Ուժեղ Հայաստան դաշինքը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ միակն է, որ կարող են իրագործել այս ամենը։ Ես չգիտեմ քաղաքական ուժ Հայաստանի քաղաքական դաշտում, որ իզորու են Հայաստանի Հանրապետությունը հանել այս ճահճից։ Սիրելի հայրենակիցներ, այս ընտրությունը հավատացեք, որ քաղաքական ընտրություն չի։ Սա հայ լինելիության, հայ ինքնության ընտրությունն է։ Սա ընտրություն է վախի ու արժանապատիվ ապագայի մասին, թուլության, նպաստացման անորոշության ու ուժեղ ու հզոր պետություն ունենալու մասին։ Եվ հետ մտնեք ընտրատեղամաս, հիշեցեք, որ ձեր ծրճերում է մեր հաջողության պլենիկը։ Այո! Մեր քվյաթերթիկի համարը 3-ն է։ 3-ը փոփոխության թիվն է։ 3-ը ուժի թիվն է։ 3-ը հաղթանակի ու արժանապատվության թիվն է։ Գորիսեցիներ ջան, ընտրեք 3-ը, ընտրեք ուժը, ընտրեք ուժեղ Հայաստան։ Շնորհակալություն, պարոն Միքայելյան։ Ելույթի համար խոսքը տրվում է ուժեղ Հայաստան դաշինքի այն անդամին, ում վերլուծական միտքն ու պետական փորձառությունը ծառայում են մեր երկրի հզորացմանը, Էդգար Ղազարյան։ Շատ սիրելի գորիսեցիներ, շատ սիրելի սյունեցիներ։ Մենք հիմա մասնակից ենք մի գործընթացին, որը կոչվում է նախընտրական քարոզություն, որն է սրա նպատակը, որ քաղաքական ուժերը ներկայանան ժողովրդին իրենց ծրագրերով, ապագայի մասին իրենց պատկերացումներով, իրենց խոստումներով եւ երբ ստանան ժողովրդի իշխանությունը, կատարեն իրենց խոստումները ժողովրդի առջև։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը, երբ որ եկել էր նախընտրական քարոզչության Սյունիքի մարզ,
Նա կարող էր շատ հանգիստ Գորիսից գնալ Կապան միջպետական ճանապարհով։ 2020 թվականին նա նույնպես եկել էր քարոզչության, սահմանադրական փոփոխությունների քարոզ էր անում, նորից կարողանում էր գնալ Գորիսից Կապան միջպետական ճանապարհով։ 2021 թվականին նա Գորիսից Կապան գնում էր ռուսական սահմանապահ զորքերի դրոշի ուղեկցությամբ, որովհետև պարզում է, որ արդեն Հայաստանի վարչապետը սեփական երկրի տարածքում առանց օտար երկրի դրոշի չի կարող անվտանգ ճամփորդել։ Երեք ինքը Կապանից Գորիս, Գորիսից Կապան այլևս առհասարակ գնալու հնարավորություն չուներ, ոչ սեփական, ոչ օտարի դրոշով։ Ով պետք է պատասխան տա այս հանցանքի համար, երբ որ մարդը ստանում է ժողովրդի իշխանություն եւ փոխարենը ծառայելու իր ժողովրդին, փակում է իր ժողովրդի ճանապարհները սեփական երկրում, սեփական հայրենիքում։ Եվ հետո գնում կանգնում այդ նույն Սյունիքի մարզկենտրոնում եւ ասում, որ Սյունիքի հարց գոյություն չունի։ Հետաքրքիր է, ի՞նչ է նշանակում Սյունիքի հարց, որ պետք է առհասարակ գոյություն ունենար։ Նա գիտի ինչ ասում, որովհետև այդ նույն մարդն է, որ դեռ 2024 թվականի օգոստոսի 30-ից հայտարարում է, որ Սյունիքը, Վայոց ձորը ամբողջությամբ, Արարատից, Արմավիրից, Գեղարքունիքից, Տաուշից, Լոռուց, Շիրակից տարածքներ Ադրբեջանի սահմանադրությամբ պատկանում են Ադրբեջանին։ Հասկանում եք ինչ ասում դա։ Մենք չենք հասկանում։ Եվ մենք դրա համար այսօր եկել ենք, կանգնել ենք այստեղ մի հրաշալի հայրենանվեր, հայրենասեր մարդու առաջնորդությամբ, որի անունն է Սամվել Կարապետյան։ Նրա առաջնորդությամբ մենք հարգում եւ սիրում ենք մեր երկիրը։ Մենք հարգում եւ ընդունում ենք մեր երկրի անկախության հռչակագիրը։ Հարգում եւ ընդունում ենք դրա հիման վրա ընդունված սահմանադրությունը եւ օրենքները։ Հարգում, ընդունում եւ սիրում ենք մեր ժողովրդին։ Դրա համար էլ մշակել ենք մի լավ ծրագիր։ Մշակել ենք մի մարդու հետ, որը չունենալով մինչ այժմ որևէ իշխանական ռեսուրս, որևէ հնարավորություն, կերտել է բարիքներ, անգամ օտար երկրում ստեղծած բարիքները բերել եւ կիսել ու մաս է դարձրել իր սեփական ժողովրդին։ Մենք գործ ունենք ոչ թե սովորական, այլ բացառիկ մարդու հետ, բացառիկ հայի հետ, որը կարողանում է անհնարինը անգամ դարձնել հնարավոր։ Բայց նա մշակել է մի ծրագիր մեր երկրի զարգացման համար, որտեղ մենք ոչ թե կանգնելու ենք ու մեր ժողովրդի հարստությունը հանձնենք թշնամուն, ոչ թե կանգնելու ենք ու մեր ժողովրդի զավակներին հանձնենք հողին, այլ այդ հողի վրա կերտելու ենք մի չքնաղ պետություն, որի անունն է Հայաստանի Հանրապետություն, եւ որը դառնալու է ուժեղ Հայաստան։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան։ Ելույթի համար խոսքը տրվում է ուժեղ Հայաստան դաշինքի այն անդամին, ով իր անկոտրում կամքով ու նվիրումով մշտապես կանգնած է Սյունիքի եւ նրա բնակչի կողքին։ Իրինա Յոլյան։ Ողջույն իմ արժանապատիվ եւ ուժեղ գորիսեցիներ ջան։ Սիրելի գորիսեցիներ, պատմության ամենավճռական ժամանակահատվածում Սյունիքը շատ հստակ դիրքորոշում է ունեցել մեր լինել եւ չլինելու հարցում։ Եվ դա է պատճառը, որ Սյունիքին եւ պատմախնդիր Սյունեցուն ապավինել են Գարեգին Նժդեհը, Դավիթ Բեգը, Մխիթար Սպարապետը։ Սիրելի հայրենակիցներ, ցավոք այսօր մենք եւս կանգնած ենք
վճռական ընտրության առաջ։ Սա ընտրություն չէ, իշխանափոխության մասին չէ։ Սա մեր ինքնության պահպանության մասին է։ Եվ հետևաբար մենք բոլորս միասնական կերպով պետք է գնանք փոփոխությունների ճանապարհով։ Մենք պետք է մերժենք, որպեսզի Բաքվից ասեն, թե ինչպիսի սահմանադրություն պետք է ունենա հայը։ Մենք պետք է մերժենք, որպեսզի Բաքվից ասեն, թե որ սարին մենք պիտի նայենք եւ որ սարին չպիտի նայենք։ Մենք պիտի մերժենք, որ Բաքվից մեզ չասեն, թե ինչպիսի ախանապատվություն ունենանք։ Եվ հետևաբար սիրելի հայրենակիցներ, այս մարդիկ, որ երեք պատերազմ են բերել, սյունեցիները շատ լավ գիտեն խաղաղության գինը։ Մեզ փորձում են համոզել, որ երբ հանձնել են Գորիս կապան ճանապարհը, սա իրական խաղաղություն է։ Ուզում են մեզ համոզել, որ թշնամուն բերելով ընդամենը մի քանի կիլոմետր, այստեղից երևում են, հասցնելով Սյունիքի վարդուկներին, բերելով մեր սուվերեն տարածք, մեզ ուզում են ապացուցել, որ սա իրական խաղաղություն է։ Մինչդեռ իրական խաղաղությունը չի լինում անընդհատ զիջումներով։ Սիրելի հայրենակիցներ, մենք ուժեղ Հայաստանի թիմակիցներով եկել ենք այսօր ձեզ ևս մեկ անգամ ասելու, որ Հայաստանը այլևս թույլ չի լինելու։ Հայաստանը լինելու է ուժեղ, Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Մենք այլևս չենք լինելու պառակտված, մենք լինելու ենք միասնական և ունենալու ենք արժանապատիվ խաղաղությամբ ուժեղ Հայաստան։ Սիրելի գորիսեցիներ, ես իմ մասին չեմ խոսում, որովհետև դուք ինձ լավ գիտեք, ինչպես եմ աշխատել, ինչպես եմ ամեն օր իմ աշխատանքային գործունեության ընթացքում յուրաքանչյուրի հոգսով ապրել, ինչպես եմ փորձել օգտակար լինել մարդկանց, բայց այսօր խոսքը դրա մասին չէ ամենևին։ Ես ուզում եմ ասել, որ իմ աշխատանքային գործունեության ընթացքում հարյուրավոր քաղաքացիներ մշտապես դժգոհել են արժանապատիվ աշխատանք ունենալուց։ Որևէ մեկը կարիք չի ունեցել, որ ինչ-որ մեկը իրեն ինչ-որ հարցում օգնի, այլ աշխատանք ունենան, արժանապատիվ վաստակեն։ Ժամանակին Գորիս քաղաքը ունեցել է հզոր արդյունաբերություն։ Մենք ունեցել ենք գորգերի գործարան, փայտամշակման գործարան, միկրոշարժիչ գործարան։ Միայն կարի ֆաբրիկայում Գորիս համայնքում աշխատել է 500 մարդ։ Ինչ է առաջարկում ուժեղ Հայաստանի ուժեղ առաջնորդ Սամվել Կարապետյանը, 300,000 նոր աշխատատեղ։ Հենց սրա մասին է 300,000 աշխատատեղի առաջարկը, որպեսզի մենք անհատապես շարունակենք աշխատել բոլոր գործարարների հետ։ Հայաստանում գործարարները պետք է ունենան լայն հնարավորություն հարկերից ազատման։ Յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք պետք է տարվի ստեղծելով հնարավորություն, որպեսզի ոչ թե հարկերով ճնշեն, բարդացնեն գործարարի կյանքը, այլ հնարավորություն ստեղծեն խոշոր ներդրումների։ Մեր համայնքում գերակա ուղղություն է նաև գյուղատնտեսությունը։ Սահմանապահ գյուղերում մարդիկ ազգային անվտանգության խնդիր են լուծում այնտեղ ապրելով։ Մենք պետք է բոլոր հնարավորությունները ստեղծենք, որպեսզի սահմանին ապրող գյուղացին ունենա կայուն եկամուտ։ Առաջարկում ենք մթերման կայաններ, որպեսզի որևէ մեկը չմտածի իր չարչարանքը, բարիքը վաճառելու մասին եւ տարվա սկզբին իր եկամուտն արդեն կարողանա պատկերացնել։ Ուշադրության կենտրոնում պետք է լինեն բոլորը, մանկավարժները, ովքեր պետք է ստանան բարձր աշխատավարձ, ժամկետային զինծառայողները, ովքեր պետք է վճարվեն պարտադիր։ Ուսուցիչների մասին խոսեցի նաև բժիշկները, որ պետք է արժանապատիվ աշխատանք եւ վաստակ ունենան։
Մեր հասարակության մեջ ամենամեծ աջակցության կարիքն ունեն նաև հոգատարության աջակցության մեր ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր վաստակած հանգստի են գնում, բայց ստիպված են լինում անցնել զրկանքների միջով, որովհետև ստանում են ոչ արժանապատիվ թոշակ։ Մեր քաղաքական առաջնորդը ոչ թե ընտրությունից 2 ամիս առաջ է խոստանում բարձրացնել թոշակները, այլ յուրաքանչյուր տարի 12,000 դրամ մեր թոշակառուները ստանալու են ավելի բարձր թոշակ, սիրելի հայրենակիցներ։ Իսկ ինչու վստահել Սամվել Կարապետյանին, ինչպես իմ գործընկեր Էդգար Ղազարյանը նշեց, մարդ, ով որևէ պետական պաշտոն չզբաղեցնելով, ահռելի մեծ ներդրում է իրականացրել Հայաստանում, ապրելով դրսում, մարարելով դրսում, բայց իր անձնական միջոցները մշտապես ուղղել է Հայաստանի տնտեսության զարգացմանը, ուղղել է Հայաստանում բարիք ստեղծելուն, հազարավոր ընտանիքներին ապահովել է աշխատանքով, հնարավորություն ստեղծել, ճակատագրեր փոխել, սիրելի հայրենակիցներ, եւ այո, եկել է ժամանակը, որպեսզի մենք ունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ միասին։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ խոսքս ամփոփել հետևյալով. ես եւ դուք շատ լավ գիտենք բոլոր ճնշումների մասին։ Բոլոր ժամանակներում Սյունիքը մերժել է վախը, որովհետև սյունեցին պատվախնդիր է, ունի արժանապատվություն։ Ես վստահ եմ, որ հունիսի 7-ին բոլորս մերժելու ենք այս ամենը եւ ընտրելու ենք փոփոխության թիվը համար 3։ Հունիսի 7-ին մենք միասին ընտրելու ենք ուժի, արժանապատվության եւ հաղթանակի թիվը համար 3։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Յոլյան։ Ելույթի համար խոսքը տրվում է Ուժեղ Հայաստան Դաշինքի խորհրդի անդամի, ով իրավական պայքարի ու պետականության պաշտպանության առաջամարտիկներից է, Արամ Վարդևանյան։ Բարև ձեզ, սիրելի գորիսեցիներ ջան, ձեր ցավը անկեղծ ասած ես չգիտեի, որ ձայնս այսքան բռնվել է, բայց միգուցե սենց ավելի հետաքրքիր կլինի։ Ես գիտեմ սյունեցիների, գորիսեցիների, թասիբով, նամուսով, պայքարող ու միշտ ուժեղ տեսակը, այո։ Ժողովուրդ ջան, սիրելի գորիսեցիներ, Սամվել Կարապետյանը 10 ամսից ավելի է, ինչ կալանավորված է, որ հարցնեք ինձ որպես իրավաբանի, լավ, ինչն է հիմքը կալանքի, կասեմ իրավական որևէ հիմք չկա, բայց կա քաղաքական հետապնդում, կա վախ, այն աստիճան վախ, որ մինչ օրս շարունակվում է, մինչ օրս Վերջին շրջանում շատ եք չէ լսում, որ ասում են Ամերիկայում էսպես է լինում, Եվրոպայում էսպես է լինում ու իբրև Հայաստանը 8 տարի է ժողովրդավարության բաստիոնը։ Մի օրինակ բերեմ։ 2024 թվականին, երբ արդեն ԱՄՆ-ում սկսվել էին նախագահական ընտրությունները, երկու իրար հակադիր ուժեր կային՝ Տրամպը եւ Բայդենը։ Տրամպի նկատմամբ ԱՄՆ դատարանը նեղադրական վերդիկտ է կայացնում, բայց ասում եմ մի վարքյան, նախընտրական շրջանը երկու քաղաքական հակառակորդ ուժերը պետք է հավասար պայմաններ ունենան, հավասար պայմաններ։ Իսկ ինչա կատարվում Հայաստանում։ Մինչ օրս Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում է, բայց ոնց ասել է Սամվել Կարապետյանը, կալանքի պայմաններում են հաղթելու Նիկոլ Փաշինյանին։ Ձեր հետ միասին, ձեր հետ միասին։
Գորգ ջան, ակնհայտ է, որ առաջնային խնդիրը մեր երկրում դա բարեկեցությունն է, բարեկեցությունը։ Իսկ դրա համար ինչ է պետք։ Աշխատատեղեր։ Սամվել Կարապետյանը այն մարդն է, որ իսկապես նայենք մեր նորանկախ հանրապետության պատմությունը, ամենից շատ աշխատատեղեր, ամենից շատ բարեգործություն արած մարդն է։ Իր հիմնական գործունեությունը, իր վաստակը ապահովելով Հայաստանից դուրս։ Պատկերացնում եք 90-ականներին, եւ Սամվել Կարապետյանը ընտանիքի հետ միասին արդեն արտերկրում էր գտնվում եւ վաստակում էր իր միջոցները, առաջին որոշումներից մեկը, որ կայացրել է, դա եկեղեցի կառուցելն է Տաշիրում։ Առաջին որոշումներից մեկը, ես իդեպ սա անձնական բնույթի խոսակցություն է, բայց ուզում եմ սա էլ ասել։ Այդ ժամանակ դեռ Սամվել Կարապետյանը միլիարդատեր Forbes-ի ցուցակի ներկայացուցիչ չէր, բայց իր միջոցները ներդրել է եկեղեցի կառուցելու մեջ, որտեղ Տաշիրում չի եղել եկեղեցի։ Հիմա պատկերացրեք Սամվել Կարապետյանը հանձնառություն է ստանձնել, պատասխանատվություն է վերցնել ամբողջ Հայաստանի համար, ամբողջ։ Եվ վստահ հաջողելու է։ Վերջին միտն էլ, որ ուզում եմ ասել, հենց Գորիսը վերջին 8 տարիների ընթացքում բազմաթիվ ապօրինի հետապնդումներ ա տեսել։ Ես լսում էի Տիկին Յոլյանի խոսքը, ընդհանրապես հայ ազգի մեջ միշտ մի բան եղել է, չէ՞ մի կարմիր գիծ, որ նա քրեական գործերով լավ մի բան դադարես լսում մինչև կնոջ նկատմամբ հետապնդում է սկսում։ Իրենք նույնիսկ Տիկին Յոլյանի դեպքում արգելակ չեն ունեցել։ Գորիսը շատ հետապնդումներ տեսել է, շատ քաղաքական հետապնդումներ տեսել է եւ հիմա էլ է տեսնում, բայց արդյոք դա որևէ ազդեցություն պետք է ունենա, չի ունենա, բայց ուժեղ Հայաստանում իրավական մշակույթը այնպիսին պետք է լինի, որ երկու գերակայող, անսակարկելի գերակայող արժեք պետք է լինի, մարդասիրություն, իրավունքի գերակայություն բոլոր դեպքերում։ Իրավունքը պետք է գերակայի բոլոր դեպքերում, իսկ քաղաքական հետապնդումները պետք է մնան այս 8 տարվա անցյալում։ Այն մարդը, ով ամենակարևոր հարցում կարողացել է խաբի հայ ժողովրդին, ամենակարևոր հարցերում, անվտանգությունից մինչև մեր գոյաբանական հարցեր, մինչև մեր նույնականացմանը, մեր արժեհամակարգին վերաբերող հարցեր, չի կարող այլևս ստանալ ժողովրդի աջակցությունը։ Մի մարդ, ով 18 թվականին պայքարում էր 10 տարուց ավելի պաշտոնավարման դեմ, հիմա եկել մարդկանց ասում է թողեք 13 տարի պաշտոնավարեմ, չի լինել, չի լինել, իսկ լինելու է ուժեղ Հայաստան, ուժեղ Հայաստան, այո, մեր համարը, ժողովուրդ ջան, 3 քվյաթերթիկ համար 3, իսկ ինչ ենք ասում նաև մենք, որ փոփոխությունները գալիս են, իսկ փոփոխության համար 3, փոփոխության համար Շնորհակալություն պարոն Վարդևանյանին։ Ելույթի համար խոսքը տրվում է ուժեղ Հայաստան դաշինքի մասնակից Հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին, ով մշտապես եղել է հանուն ազգային արժեքների պայքարի առաջամարտիկներից։ Ավետիք Չալաբյան։ Բարև ձեզ, սիրելի գորեցիներ ջան, ինչպես ասեց մեր ընկեր Վարդևանյանը։ Ու ուզում եմ իսկապես բոլորին դիմել ջանով, որտեղ մեր այս վերջի 8 տարիների կյանքում ոնց որ այդ ջանը մի քիչ կորել է, ոնց որ հայրը սկսել են իրար հետ թշնամանալ, ատել, վախենալ, եկեք հիշենք էլի, որ իսկականից 4 շաբաթ է մնացել, այդ 4 շաբաթից հետո բոլորս իրար հետ նորից ջանով, հուրբանով խոսանք, հիշենք, որ բոլորս հայ ենք, որ բոլորս ունենք պատմություն, ունենք հավատ, ունենք մշակույթ, որը բոլորիս միավորում է, այն ինչ որ մեզ է բաժանում է, այդ չպետք է բաժանի։ Ես ուրեմն հիշում եմ Գորիսը մինչև 2020 թվականը, մինչև այդ աղետալի անիծյալ պատերազմը 44 օրյա։
Ես հիշում եմ ոնց ենք մենք ստեղով գալիս գնում Ստեփանակերտ, ոնց ենք գալիս գնում Կապան, Մեղրի, Գորիսը ոնց էր ծաղկում այդ ժամանակ։ Ինչքան զբոսաշրջիկ էր գալիս Գորիս։ Գորիսը ընդհանրապես ասած ինչ ակտիվ եղում քաղաք էր։ Ու այդ սաղ ճանապարհները փակվեցին։ Պատկերացնեք մարդը գալիս է խոսք տալիս, որ ավելի լավ է լինելու։ Երեք մեր ընկերներից մեկը հիշել է, որ 2018 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով վարչապետ ընտրվելուց ասաց արցախցիներ ջան, ընդհանրապես մի անհանգստացեք։ Մենակ ավելի լավ ալնելու։ Այս ժողովրդավարությունից մենակ դուք շահելու եք։ Այսօր Արցախը դատարկ է։ Կլցվի նորից, բայց այսօր դատարկ է։ Այսօր ինքը եկել է Սյունիք, նույն հեքիաթներն է պատում, ասում է լավ ալնելու։ Ոնց որ թե արդեն պետք է հասկանանք, որ եթե ինչ-որ միտեղ գալիս ասում է լավ ալնելու, հակառակն ալնելու, եթե թողենք իր ձեռը։ Ուստի շատ կարևոր է, որ մենք երրորդ անգամ մենք որպես ժողովուրդ նույն սխալը չանենք։ Նույն անպատասխանատու, արկածախնդիր, կիսագրագետ մարդկանց ձեռը երկրում իշխանություն չտանք, այլ իշխանություն տանք այն մարդկանց, այն ուժին, այն կազմակերպվածությանը, որը իր կյանքով, իր փորձառությամբ, իր անցած ճանապարհով մեզ վստահություն է ներշնչում։ Իրոք մի հատ Սամվելի նկարը բերեք։ Որտեվ ես ինձ նկատի չունեի, թեև ես էլ հուսով եմ, ձեզ վստահություն եմ ներշնչում։ Մենք ուրեմն մի տարի արդեն Գորիսում գրասենյակ ունենք։ Եկել ենք ստեղ, որպեսզի կարողանանք ձեր կողքը լինենք, ձեզ օգնենք, ձեզ աջակցենք։ Այսօր մենք մեր ամբողջ ուժով, մեր ամբողջ էներգիայով, մեր ամբողջ պատվով, հարգանքով, մեր հեղինակությամբ կանգնել ենք Սամվել Կարապետյանի կողքը։ Ինչի՞։ Որովհետև բազմաթիվ մարդկանց, բազմաթիվ հավաքնորդների մեջ այսօր 19 ուժ է իրար հետ մրցակցում։ Այդ մարդն է, ու իր շուրջ հավաքված մարդիկ են մեզ վստահություն ներշնչում։ Մեզ շատերը հարց են տալի, ասում են դուք ինքնուրույն կարող եք մասնակցել, բան չեք կտալ, որովհետև համարում ենք, որ մենք այն մարդիկ, որոնք վստահելի են, որոնք պատվախնդիր են, որոնք անցած ճանապարհն են, պետք է իմիգան, որպեսզի հունիսի 7-ին մենք բոլորս կարողանանք միասին իրավիճակը փոխենք։ Այս մեր անձնական հավակնությունների հարցը չի։ Ելույթ ունեցողներից մեկը արդեն ասեց, հունիսի 7-ը իրականում սովորական ընտրություն չի, հայակվեա նրա մասին, թե մենք հայ կմնանք, թե չէ, թե կդառնանք Ադրբեջանի գերի։ Ադրբեջանը ստեից 15 կիլոմետր է, 12 ամենակարճ ճանապարհով։ Ժորժ ջան, եթե մենք չլինենք ուժեղ պետություն, եթե մենք չլինենք ուժեղ երկիր, չունենանք ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն, ադրբեջանցին այդ 12 կիլոմետրը մի օրում կանցնել։ Ու դուք այդ բոլորից լավը պետք է իմանաք։ Դրա համար աջակցեք ուժեղ Հայաստանին։ Աջակցեք ուժեղ Հայաստանին, որ ունենանք ուժեղ երկիր, նաև ուժեղ Գորիս։ Երկու բառեր ուզում եմ ասեմ Գորիսի մասին։ Քաղաք, որը շատ եմ սիրում, որում շատ հաճախ եմ լինում, ու որտեղ լինելուց սրտիցս անկեղծ ասեմ արունակաթում, որտեղ Վիլիգունը դուրս ես գալի Գորիսի փողոցները մարդ չկա։ Երիտասարդությունը մտածում է Երևան գնալու մասին։ Այս սարի գլխին ադրբեջանական դիրքեր են, ըստեյս չի երևում, բայց գիտենք մենք։ Ուրեմն ուժեղ Հայաստանում պետք է լինի ուժեղ Գորիս, որը համ ուժեղ պաշտպանված է, համ էլ ուժեղ զարգանում։ Որտեղ Գորիսի ժողովուրդը երիտասարդությունը, տաղանդավոր երիտասարդությունը, ինքը գալիս է Երևան հաջողության հասնում, ինքը գնում է Մոսկվա հաջողության հասնում, աշխարհի շատ քաղաքներում։ Ու մենք կուզենանք, որ ինքը մնա այստեղ ու ստեղ հաջողության հասնի։ Դա համար մի քանի բան ուզում եմ ձեզ ուղղակի առաջարկեմ, հետո կգաք մեզանից կպահանջեք, որ դա անենք։ Նախ այս թափառաշրջիկները ուզում են Գորիսի պետական համալսարանը փակեն, եւ ոչ միայն Գորիսի։ Բոլոր մարզային համալսարանները ուզում են փակեն, որտեղ ուզում են մի հատ թազա պրոյեկտ անեն հատկատային, մեծ միլիարդանոց հատկատային պրոյեկտ, որը կոչվում է ակադեմիական քաղաք։ Ուրեմն 2000 մարդ է սովորում Գորիսի համալսարանում։ Մոտ 200 հոգի դասավանդում է։ Այդ բոլորը պետք է թողեն գնան հիմա Երևան ըստեղից։ Ոչ միայն դա չի լինելու ուժեղ Հայաստանում։ Ավելին ձեզ ասեմ, ներդրումներ են բերելու, որպեսզի Գորիսի պետական համալսարանը դառնա տարածաշրջանի, Սյունիքի, Վայոց-Ձորի լավագույն տեխնոլոգիական համալսարանը։ Հարկային արտոնություններ ենք տալու, որպեսզի տեխնոլոգիական ընկերությունները տեղափոխվեն Գորիս։ Այսօր այստեղ գործում է Instigate Mobile-ը եւ EPAM-ը երկու ընկերություն։
20-ը պետքա լինի, 200-ը պետքա լինի։ Պետքա երիտասարդությունը այստեղ լավագույն աշխատատեղերը ունենա։ Իմանա, որ Գորիսում ապրելով ինքը ապրում է ավելի լավ կյանքով, քան ստա աշխարհի մայրաքաղաքներում։ Այսօր ասում էի Նարեկին Կարապետյան, որ պետքա օդանավակայանը վերականգնել, որպեսզի զբոսաշրջությունը այստեղ շատ արագ զարգանա, ինչի, որովհետև ֆանտաստիկ է այստեղ ներուժ է գործածել զբոսաշրջությունը։ Բայց մարդը պետք է կարողանա գա այստեղ հասնել, հյուրանոցները կառուցվել են ու կշարունակվեն կառուցվել։ Ու դա մասնավոր հատվածի գործն է, բայց պետության գործը ենթակառուցվածքն է, եւ կարևորագույն ենթակառուցվածքը նաեւ օդանավակայանն է։ Եվ վերջապես անվտանգության մասն էլ է։ Դեռևս 2021 թվականին, երբ որ Սյունիքի կորպուսը տեղափոխվեց Գորիս, մենք օգնեցինք իրան սիտուացիոն կենտրոն ստեղծելու։ Դրանից հետո նախարարը փոխվեց պաշտպանության ու արգելեցին մեզ այլևս մեր բանակին օգնել։ Ինչով շատ ենք օգնել մեր բանակին։ Դա Արցախում, թե Սյունիքում, թե Տավուշում։ Նախարարը եկել այս նախարարը Սուրիկը Պապկյան արգելել է օգնել։ Ես երազում եմ այն օրվա մասին, որ ուժեղ Հայաստանում այլևս բանակին օգնելու կարիք չունենա, որովհետև բանակի մեջքին կանգնած լինի պետությունը։ Այսօր այս պետությունում ԿՊ-ի պետությունում բանակը որբ զավակ է, բանակը մի բան է, որի մասին աշխատում են մոռանան, բանակը մի բան է, որի հերոսներին աշխատում են մեր հիշողությունից հանել, դպրոցներից, պատմության դասագրքերից հանել։ Ուժեղ Հայաստանում բանակը նորից դառնալու է այս երկրի ողնաշարը, սյունեցիներն էլ այդ բանակի ողնաշարը։ Ուստի սիրելի գորեսիցներ ջան, սիրելի սյունեցիներ ջան, հունիսի 7-ին այսօր ոմանք տներում են նստած Գորիսում, հասկանում ենք ստեղ մի քիչ վախի մթնոլորտ են ոմանք ստեղծում, ահաբեկում են եւ այլն։ Մերժեք այդ վախը։ Հունիսի 7-ին եկեք ընտրական տեղամաս եւ կատարեք ձեր խղճի ընտրությունը։ Կատարեք այն ընտրությունը, որ դուք ու ձեր երեխաները ապրեք ուժեղ Հայաստանում։ Ելույթի համար խոսքը տրվում է ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամի, ով իր գործունեությամբ մշտապես առաջնորդվում է պետականակենտրոն շահերով, Նարեկ Կարապետյան։ Բարև Գորիս ջան։ Վարդևանյանի ձայնը, որ լսեցիք, էդի հիվանդությունից չէր, երեք Սիսիանում էինք, ես տենց պեսա չեմ տեսել, մի պար, մի ուրախություն, մենք էլ ենք պեսա, հեսա մեղր ենք գնալու, բայց տենց բաներ չեն կանելու։ Ժողովուրդ ջան, ինչ եմ ուզում ասեմ, այսօր խնձորեսկում ենք մենք ու մարդկանց հետ խոսում ենք, մարդիկ տարբեր հարցեր են տալի, բայց մի բան իրանց աչքերի մեջ ես տեսա, որ ուզում եմ ձեր հետ կիսվեմ։ Մարդիկ սովոր են քաղաքական ուժերը գան, ինչ-որ բան խոսան, ու մարդիկ վերաբերվում են դրան որպես քաղաքական խոստում։ Բայց ուզում եմ մեր պատմությունը պատմեմ, գիտեմ, որ մեծ մասը գիտեք, բայց մենք քաղաքական գործիչներ չենք եղել։ Մենք ուղղակի տնտեսություն ենք զարգացրել։ Մենք ուղղակի ամենալավն ենք կարողացել տնտեսությունում հաջողություններ ենք ունեցել, գործարաններ ենք բացել, տարբեր հյուրանոցներ ենք բացել, ուրիշ բաներ ենք արել, բայց քաղաքականությամբ չենք զբաղվել։ Ու միշտ չենք է սիրել քաղաքական գործիչներին, ճիշտ որ ասեմ ձեր նման։ Բայց մի հատ մարդ կար, որ սկսեց ապրել, որ սկսեց պրոցեսներ, որը մեր համար տարօրինակ սկսեց թվալ։ Առաջինը անցած տարվա ցեղասպանության օրերի ժամանակ մենք սկսեցինք լսել, որ այս մարդը խոսք է տվել մեր արևան երկրին, որ ցեղասպանության թեման ուզում է մոռանա։ Մի քիչ կասկածով վերաբերվեցինք, բայց լսեցինք։ Եկավ մյուս լուրը։ Հայոց Հայրապետի մեր կաթողիկոսի դեմ սկսեց խոսույթ, որը մենք փողոցում իրար հետ տենց չենք խոսում։ Երկու տղա 18 տարեկան իրար հետ կարող է տենց չխոսան։
Ու եկեղեցու դեմ, եկեղեցուն տարբեր անուններ դրեց, որը չեմ ուզում կրկնեմ։ Մեր եկեղեցին է, պատկերացնում եք մուսուլմանները իրանց մզկիթին տենց անուն դնեն, քանի վարկյան հետո կսրբեն իրանց ուտեից։ Հետո մի հատ ունիկալ տարօրինակ բան, ասեմ ձեզ։ Ուրեմն մի հատ մարդ է ելնում, ում այսօրվա ազգային ժողովի նախագահը հայտարարում է որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Գիտեք ով է, ըստ քաղաքացիական պայմանագիր կուսակցության Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Ադրբեջանու իր նախագահ։ Ուրեմն երաշխավորի խոսքերն եմ կարդում, Գորիսեցիներ ջան։ Ոչ ես եմ գրել, ոչ ուրիշ, այս մարդն է ասել։ Ասել է 2 ամիս առաջ։ Իրանց գիտնականներին բոլորին հավաքել է եւ խոսացել է։ Ասում է, ես արդեն որոշ ժամանակ առաջ ասել եմ, մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր։ Ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Եվ դա իրականացնելու համար հիմնական պատասխանատվությունը դրված է պետության վրա։ Իրանք պետք է վերադառնան իրանց պատմական հողեր, որն է իրանց պատմական հողը։ Ալթայից ձիու վրա հելը եկել են։ Գնում ենք այն կողմ, ասում են Արևմտյան Հայաստանը ձերը չի, մեր ԿՊՆ-ն էլ է ասում Հայաստանի։ Գալիս ենք այս կողմ, ասում են Արցախը ձերը չի։ Գալիս ենք Հայաստան, Գորիսի անունը գնում են Գորուս, ասում են էս էլ է մերը։ Լավ, բա մենք այս կարողա ինչքան հետ գնացինք, այդքան ախորժակներ բացվեց։ Տեղ չկա էլ տեղ չկա, ուզում են գան, ես չեմ ասում, այս մարդն է ասում, ինչ ասել է, արել է, ինչ ուզել է տվել ենք։ Ինչն է մեր առաջարկը։ Այս մարդը ամենակարող մարդ չի։ Մի հատ էլ մարդ, այո։ Այս մարդը ամենակարող մարդ չի, Ադրբեջանը աշխարհի 80-րդ երկիրն է ազորությամբ։ Նենց չի, նենց ուժեղ երկիր է։ Ռեալ ասեմ, մեր համար մի անգամ հաղթել է, հեծել է մի մարդու։ Պետք է փոխենք։ Պետք է երկրում իրավիճակ փոխենք։ Աշխարհի 80-րդ երկիրը պետք է մեզ հաթաթա չտա, այս այն դարն է չի, որ կարողանա ինչ որ ձև սենց գան ասեն էսի արևմտյան Ադրբեջանա վсё։ Այս է դարը չի։ Աշխարհում գերտերություններ կան մեր տարածաշրջանում։ Մենք հարևան Իրան ունենք, որ երաշխավորություն է տալի։ Ուրիշ երկրներ, բոլոր երկրները տարածաշրջանում ձեռ է տալի Հայաստանի լինելը։ Լավ դուք կրվել եք։ Կարա գնաք, թողեք հայ ազգը իր մեջ որոշի, նենց մարդ բերին, ով որ կարա այս պարտությունից հելնի։ Հասկացանք մի անգամ կրվել եք, քո պարտությունը մեր վրա ամեն անգամ խի ես որպես կոմպլեքս բարդում։ Կարապետյան այս պրոցեսի մեջ Ժորժ ջան, եթե ուրիշ քաղաքական գործիչ լիներ Հայաստանում ուժեղ, կարող է կյանքում չմտներել, բայց ինքն է մտել, որովհետև չի հավանել մինչև հիմա եղած քաղաքական գործիչների ոչ մեկի ծրագիրը, ոչ նախկինների, ոչ ներկաների։ Շատերին ներկաները իրանց թուլությունը ցույց տալու համար, պահելու համար ասում են, որ Կարապետյանը եկել է, աշխարհի ամենահարուստ մարդը եկել է, էդի հմեկով են շուշուտ ասում։ Աշխարհի ամենահարուստ մարդը եկել է Հայաստան, հայը կներեք, եկել է Հայաստան, 8 ամիս KGB-ի 8 քառակուսի մետրանոց մեկուսարանում նստել է պրինցիպիալ։ Վերջում ընտրությունը հաղթելու է ու ձայները տա ուրիշին։ Լսել եք տենց բան։ Շորտ Սամվել Կարապետյանը այս ամբողջ պրոցեսի մեջ ոնց որ պրինցիպիալ մտել է, տենց է մինչև վերջ գնալու է ու ինքն է լինելու մեր երկրի մյուս առաջնորդը, եթե մենք բոլորս ուզենք։ Բայց այս խեղճությունը չենք ուզում լինի, չենք ուզում աշխարհի 80-րդ երկիրը գա սուրճ ճոճի մեր վրա։ Ու այդ փոխելու համար պետք է փոփոխություն,
լինի երկրում, ու այդ փոփոխությունը միակ ըստ բոլոր հարցումների, ըստ մարդկանց կանխատեսումների պետք է լինի ոչ նախկին, ոչ ներկա, այլ ապագա։ Ապագա։ Գիտեմ, ձեզ լավ ճանաչում եմ, գիտեմ շատ քաղցր խոսքեր չեք սիրում, դրա համար ուզում եմ ասեմ, որ ինչ խոսք ենք տալիս, այն ինչ որ պատմում ենք, դա մեր տեսլականն է։ Այն ինչին որ մենք հավատում ենք, անելու ենք դա, որովհետև մեր խոսքը գետին գցելու դեռ փորձ չենք ունեցել։ Ինչ ասել ենք, ժամանակին արել ենք։ Ու այդ ամեն ինչը արել ենք մեր գրպանից, մեր հնարավորությունից։ Հիմա էլ ստիպված մտել ենք մի process-ի մեջ, որ անենք ուրիշ գործեր։ Մեծ գործեր, հայրենանվեր գործեր, բայց դժվար, որը մենակ չեն կարող անենք։ Ու ինչպես Սամվել Կարապետյանը 3 օր առաջ իր տան բակում ասել, Իրան մենակ չթողեք ժողովուրդ, իրար հետ։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։ Այժմ իր սրտի խոսքն ունի ասելու մեր համակիրներից Մասիս Զեյնալյանը։ Արգելի գորիսեցիներ, ողջունում եմ բոլոր կողքի համայնքի բնակիչներին։ Նախ սկսենք նրանից, նոր խնձորեսկում էլ ասացի, ես տալիս եմ մի հատ հարց, ու դրա պատասխանը ուզում եմ լսել բոլորից, որն է աշխարհի ամենաուժեղ զենքը, որը գտնվում է Հայաստանում, որի արժեքն է 100 դրամ։ Դա Նիկոլ Փաշինյանի գրիչն է, որ 18 թվականին ընտրությունների նախընտրական շենի գոռաց դուխով, կոտրեց ամբողջ դուխը, հայ ազգի, երիտասարդների դուխը, զինվորի մարտունակությունը, երկրորդ, 21 թվականին, գոռաց, ապագա կա, սա ապագան, երրորդ, 26 թվականին, կկործնենք ամեն ինչ, եթե մի մարդ գնում է Թուրքիա, ոտքերը հանում է, մտնում մզկիթ, կապույտ մզկիթ, մեր եկեղեցիների չուլ են անվանում, ինչ պետք է սպասեք նման մարդուց, այսօր Արցախը, ասում է Արմաթայը հռչակագրով Արցախը պատկանում է Ադրբեջանին, լավ, եթե դու գիտեիք, որ այդ հռչակագրով պատկանում է Ադրբեջանին, ինչի գերագույն հրաման տվեցիք նույնիսկ իր որդին գնաց Արցախում ծառայելու, այսօր իր որդին ինքը գնում էր տեսնում է կորոնավիրուսի ժամանակ, ուղղաթիռով մարդիկ մնացին իրենց երեխաների կարոտ, այսօր արցախցիները իրենց գերեզմանների կարոտ են, խնդրում եմ ոտքի կանեք, մեկ չի նույնը կրկնեք, նույն սխալը կրկնեք ու մնաք մեր գերեզմանների կարոտ, մեր ամեն ինչին կարոտ։ Հիմա մեծամասնությունը շատ են, բոլորը վախենում են, ոչ թե վախենում են սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ եղեք ինչպես ինքն ասում, բայց իր անման չէ, դուխով կատարեք ճիշտ ընտրություն, որ վաղը աթոռ դնելու տեղ ունենաք, հայրենիք պաշտպանելու տեղ ունենաք, այսօր զինվորին ասում, զինվորը հերոսի, հերոսը հարկատուն է, ոնց կարող է հարկատուն ՀԴՄ կտրուն խփի հերոսը լինի, հերոսը զինվոր է, եթե այսօր նոր զինվորի մեր բանակի ողնաշարը չուղենք, վաղը մեկել է գտնելու արցախցիների օրը։ Այսօր մոսկիթներ Արցախում գերեզմանները քանդում են, այսօր եկեղեցին քանդում են, մեր լուր ու մոզ լսում են, Մասիսարը հանում են, վաղը Սյունիքն են հանելու, նույն դուխով մարդիկ չէի կապաների գնում, հիմա եկեք գնացեք, այլընտրակային ճանապարհով է գնում, Արցախում թողեցիք մենակ, ասում եք փառոխ ու ձեզորնակ, հիմա չենք ուզում եք մեր տեղ գյուղից սկսած, Կորնիձովից սկսած ամբողջ Հայաստանը սարքել է թալիշ, չենք ուզում նույնը կրկնվի, շնորհակալություն սիրելի ժողովուրդ։ Շնորհակալություն ձեզ սիրելի գորիսեցիներ, ձեր ներկայության եւ այն ջերմության համար, որով լցվիկ այս հանդիպումը։ Մեր ուժը, մեր միասնության մեջ է եւ հենց այս հողի վրա է կերտվելու մեր ապագա հաղթանակը։ Հիշեք, փոփոխության թիվը 3 է։ Փոփոխության թիվը 3 է։ Փոփոխության թիվը 3 է։ Կեցե ուժեղ Գորիսը, կեցե ուժեղ Հայաստանը։ Բարի
Սիրելի գորիսեցիներ, այժմ եկեք բոլորս միասին մասնակցենք երթին։